Հայոյանքներ են հորդում մեքենաներից դեպի դուրս։ Կոմիտասի պողոտա Տիգրանյան փողոց խաչմերուկը դարձել է վարորդների մղձավանջը։ Մեկ ամսվա պատմություն ունի այս հսկա փոսը։ Կոմիտասի բնակիչների աչքի առաջ է ամեն անձրևից հետո խոշորացել։ Գնում են մեզ մեջ այ քեզ բա։ Մեկա չեն սարքելու։ Ժապավենով բացազատել են տարածքը ոստիկանները, որ վարորդներն զգուշանան, ջարդուփշուր չանեն մեքենաները։ Բայց դա հարցի լուծում չէ, զայրանում են այս փոսի հետ ամեն օր առերեսվող մարդիկ։ Ժապավենով է սա որոշ։ Սա դատի գործ է։ Սա տեսա։ Դատի գործ է։ Սա հələ լավ է։ Ասֆալտ, սետ միշտ փոսը այդ առաջից է սետ։ Սա որ անձրևը գալիս, ասել ջուր է։ Մեքենաներով շաշկի են խաղում վարորդները, ամեն մի փոսից փորձում խուսանավել, բայց անօգուտ, ասում են ղեկնուր թեքես, միևնույնն է, փոսի մեջ ես հայտնվելու։ Նորագավիթի մոստի վրա, երոր ավտոն ջարդեցի 5 օր առաջ։ Գիշերը ինչ կլինի մթի վաղ, պարկ չէ որ դի ջարդենավ, չեն տենում մրես, չեմ հասկանում, ուղիղագը հլը դը խպես դա աղջիկա է ռուլին։ Բարդ է ավտոբուսի վարորդների գործը, 12 մետրանոց մարդատարը փոսեր մանևրելու համար հարմար չէ։ Երևանի փոսոտ վերքերը միայն Կոմիտասով չեն սկսվում ու ավարտվում, Շենգավիթում 1 տարի է սպասում են փոսալցման աշխատանքներին։ Քաղաքապետարանից հայլուրին հայտնեցին, որ մայրաքաղաքում փոսալցման աշխատանքներն արդեն սկսվել են, անձրևոտ եղանակն է խանգարում աշխատանքներին մեծ թափ տալու համար։ Ուղիղ 1 տարի 1 ամիս առաջ, ավականու հերթական նիստի ժամանակ, ես հարց բարձրացեցի անձամբ Ավինյան Տիգրանին, որ Շենգավիթ վարչական շրջանի ներքին Շենգավիթ բոլոր փողոցները խրամատներ են։ Տիգրան Ավինյանը զարմանալով այնտեղ իր ենթականերից մեկին ասեց, այս անկախանտեսելի անձրևները վերջանա երբ կանենք, այս փոսալցումը ասեց 10 օրվա մեջ, 1 տարի 1 ամիս է անց է, այս փոսերը նույն վիճակում են, սա դեռ այսպես ասած ժուրնալն է։ Ժուրնալի հաջորդ էջերն այս վարչական շրջանում գրեթե ամենուր են։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամն ասում է, բնակիչները հույսերը կտրել են ու իրենց գլխի ճարը տեսել։ Ցեմենտ բետոն են լցրել, ժամանակավոր ծածկել փոսերը։ Նայեք, այս փոսերը, այս ամեն ինչը մարդիկ իրանց ուժերով են անում։ Չկա, հույս չունեն։ Ու էսենց միջև վերջ, այս 3-4 փողոցների վիճակը այս։ Գևորգ Ստեփանյանն արդեն կորցրել է հաշիվը, թե մայրաքաղաքի քանի փողոց է այս վիճակում։ Ողբալի վիճակում են հատկապես Շենգավիթ վարչական շրջանի փողոցները, ասում է ավականուն դիմադիր անդամը։ Ծծուն օրինակը համացանցում հայտնված այս լուսանկարն է։ Բազկաթոռ են դրել հսկա փոսի վրա, որ զգուշանան վարորդները։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։